անընդհատ միակողմանի զիջումների ճանապարհով գնալով տեսնում ենք, որ թուլանում է, տեսնում ենք, որ մեր երկրում բավականին մեծ է ատելության մթնոլորտը, պառակտման մթնոլորտը եւ այս մթնոլորտը այո քանդում է մեր պետության հիմքերը։ Շնորհակալություն։ Եվ իհարկե շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք այդ բոլոր հույսերը արդարացնել, ամենօրյա շփումներում մենք տեսնում ենք մեր քաղաքացիների վերաբերմունքը եւ իհարկե այդ ամենին դեմ գնալը անթույլատրելի է։ Ինչ հարաբերություններ ունեք այս պահին Արուշ Արուշանյանի հետ, որովհետև շատ քննարկվեց նաև ձեր հրաժարականի հարցը եւ նաև նշում էին, որ տարաձայնություններ են եղել Արուշ Արուշանյանի հետ։ Հարգելի գործընկերներ, ես այդ մասին հայտարարություն տարածել եմ։ Ես հայտարարություն տարածել եմ, թե ինչու եմ միացել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին։ Մենք միասին 9 տարի աշխատել ենք այդ թեմայի շուրջ։ Չեմ խոսելու, պարոն Արուշանյանը եւս այդ մասին խոսել է եւ չեմ մեկնաբանի։ Ես մեկնաբանություններ չեմ տա, որովհետև եւ ես եւ պարոն Արուշանյանը մեր կարծիքները արդեն հայտնել ենք եւ տարածվել է բավականին շատ այդ ինֆորմացիան։ Շնորհակալություն։ Նաեւ նախորդին թիմակից կանանց ձերբակալության տանելու միջև խափանմիջոցով հավանք չէ ամեն դեպքում, այդ գործընթացի վերաբերյալ ձեր մեկնաբանությունը նաեւ իշխանության ներկայացուցիչները շտապեցին հայտարարություններ անել, թե ուժեղ Հայաստան կուսակցության եւ աջակցիչներ կանանց հետևում են թաղին, հա, այդ ուժերները։ Ինչպես կմեկնաբանեք։ Սա առաջին դեպքը չի, ինչպես ասում են, տառապանքը փորձ ունի, առաջին դեպքը չի, որ կանանց նկատմամբ նախընտրական շրջանում նման քաղաքական բիրտ վերաբերմունք են ցուցաբերում, ընդհանրապես այն խոսքի համար մենք նաեւ ձայնագրությունները տեսանք, որ Տիկին Ղումաշյանը նշել էր, որ օգնականը կզանգահարի կապ կհաստատի համագործակցության համար։ Եթե մենք հարցին հակառակ կողմից նայենք, թե ինչ է այսօր կատարվում ռեպրեսիաներից, այսպես ասած, ներկայացվող էկրանից դուրս, մենք տեսնում ենք, որ նախընտրական շրջանում օրինակ սոցիալական ծրագրեր են շռայլվում մարզերում։ Ընտրությունից 2 ամիս առաջ թոշակ են բարձրացնում ժողովրդի հարկերով, դա արդյոք կոռուպցիա չէ, երբ որ պետական միջոցները սոցիալական ծրագրերի շրջանակներում շռայլվում են այն դեպքում, երբ որ 8 տարի ժամանակ ունեին սոցիալական վիճակը երկրի փոխելու։ Եվ պետք է խոսել նաև սրա մասին։ Ինչպես է ստացվում, որ 24/7 ռեժիմով զաբիս են անում, ձայնագրում են միայն ընդդիմախոսներին։ 24/7 ռեժիմով ձայնագրում են մեր քաղաքացիներին, բայց մենք օրինակ երբևէ որևէ ձայնագրություն չենք տեսնի, թե ինչպես օրինակ տենդերների յուրայիններն են շահում, ինչպես է ստացվում, որ ամիսը մի քանի անգամ նույնիսկ նույն ճանապարհը ասֆալտապատում են, այսինքն այդ գործերի մասին մենք որևէ զապիս չենք տեսնի։ Ոչ էլ WhatsApp-ի SMS։ Այո, եւ հետեւաբար սա արդեն խոսում է այն մասին, որ ընտրողաբար մոտեցում կա եւ հիմնական նպատակը այն է, որպեսզի տեսնում են, որ ամեն օր Սամվել Կարապետյանի եւ քաղաքական ուժի հեղինակությունը վարկանիշը բարձրանում է, միջոցներ են ձեռնարկում, որպեսզի պատվազրկեն եւ այդ հեղինակությունը փորձեն հարվածը տակտել։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։